Հաղորդման հովանավորներ Armos Shoes, Serengeti Tea Company, Arman Cognac, A to Z Dental, Lulu Beauty Lounge, Maya Electronine Սիգարետներ, Nancy's Jewelry, Nairi Restaurant Meat and Deli, AKA Eurosport. Բարի ուշ երեկոս ելերորտայտողներ։ Բարի կես գիշեր։ Բարի գիշեր։ Այլ հարմար խոսքին մի անգամից։ Ես մի անգամից։ Եթերում նոր Հոլիվուդ ծրագրի այսօրվա հերթական թողարկումն է։ Այո, վաղուց արդեն մեր թողարկումները Անդրանիկ անունը կրել չեն կարող, քանի որ Անդրանիկը վաղուց եղավ Ալոնցի տեսքով։ Դե իսկ այսօր հիշեցնեմ, որ ըստ հայկական տարեցույցի 4505 թվականի տրի ամսվա լուսնակ օրն է եւ ժամն է ինչպես միշտ խավարականն, այսինքն կեսգիշեր։ Լուսնակը դուրս եկավ։ Ես դաժե տենց հասկացա Կիրակի օր։ Այո։ Ոնց հայերենում դա կոչվում է աշլաշ։ Հայերեն անգամ եթե չիմանայի ինչպես է կոչվում ճիշտ տարբերակով, հնչյունաբանությունը հեչ հայկական չէ, պետք է նկատել։ Այո, ինչ որ ասենք դու խառնել ես մեկ այլ լեզվի հետ։ Ֆիզիկական։ Կիրակին կոչվում էր Արեգակի օր առհասարակ։ Ահա, վերջը տենց Շատ ավելի պարզ էր, այո, իջը։ Տեղյակ չեմ պայ ընդհանրապես։ Միջարոց հին հայկական տոմարը գալիս է հաշվարկն այս 4505 թվականը որպես 0 տարի, այսինքն մեր տոմարի սկիզբ համարվում է այն թիվը, որը ըստ հաշվարկների եթե ջանում 2494 թվական մեր թվարկությունից առաջ կամ Քրիստոսից առաջ, այն օրը, երբ Հայկը հաղթեց Բելին։ Իմացար։ Ինչով։ Նետ ու տարբեր մեկ նետով, եթե հարցը ճիշտ հասկացա։ Մեկ իմացած պատմությունը ու քոնը նույնն է։ Այո, այո։ Առայժմ ոչինչ չի փոխվել։ Ինչպիսի տեսք են ունեցել մարդիկ 4500 տարի առաջ։ Այդ հարցը թե ինչ Դե երևի հարցը անթրոպոլոգներին պետք է ուղղել, ըստ համենայն դեպս աղբյուրների պատմական, այնքան էլ չեն տարբերվել այսօրվա։ Ես գիտեմ, որ հիմա մարդիկ կան, որ չեն տարբերում ընդհանրապես այդ 4000 Նեանդերտալացիներից, այո։ Հա։ Ինչի եմ ես հարցը տալիս, որովհետև կա կարծիք գիտնականների մոտ, որ մոտակա 1000 տարվա ընթացքում մարդու կառուցվածքը եւ արտաքին տեսքը զգալիորեն կփոխվի։ Ուրեմն տեսքը կա, թե կարծիքն է միայն։ Չէ, տեսքը մոտավորապես ստացել են, ցույց կտամ կտխրեք։ Ուրեմն կկարճանա աղիների երկարությունը, հասակը կբարձրանա մինչև միջինը 2 մետր նիշը, վերջույթներն ու մատերը կդառնան ավելի հաստ ու երկար։ Նայած վերջույթ։ Դա ինչ գործ անում։ Ուրեմն ավելի տխուր լուր, չնայած մեզ դա այնքան էլ չի վախեցնում, որովհետև դեպքը տեղի ունենալու 1000 տարի հետո։ Դու Հակոբից ես բաներ մի ասա, ինքը կբակարաբախ։ Հակոբ, ուրեմն քանի որ դու 1000 տարի հետո էլի լինելու ես, տրամադրությունդ գցում եմ։ Ուրեմն տղամարդկանց սեռական գեղձերը կկրճատվեն։ Եթե մտածել են տղամարդիկ, ես այ ժամանակների տղամարդիկ եմ, եթե պահպանվի տղամարդկանց տղաբերության նվազեցման տենդենցիան։ Իսկ հիմա այդպիսի միտում կա փաստորեն։ Աչքերը կմեծանան եւ բերանը կփոքրանա, այսինքն ուտելու բաները քիչ կլինեն եւ խոսելու Ինչ-որ բաներ պետք է ուտեն, դրա համար ասենք ինչ մածուկներ, ասենք փոքր մածուկներ կլինի։ Բորշի մածուկ, տոլմայի մածուկ։ Ոսկերի մեծենը որ տեսնեն ինչ է։ Այո։ Եվ ուրեմն մոտավորապես այսպիսի տեսք են ունենալու մարդիկ 1000 տարի հետո։ Ոայ, Ինչ ծանոթ դեմք է, բայց ասենք ես։ Ուղեղը ոնց որ թե կտրված կենա, որ ուղեղը երևա։ Չկտրված չի, տես դուրս է լինելու։ Ուղեղը դրսում չի լինելու, ուղղակի հատուկ այսպես նկարել են, որպեսզի հասկանանք, որ 1000 տարի հետո ուղեղը չափերով փոքրանալու է։ Բայց լինելու է գոլը։ Լինելու է։ Կոկորդիլոսի ուղեղը։ Կա երկու տարբերակ։ Ուղեղը իր ֆունկցիաները պահպանելու է, ուղղակի չափն է փոքրանալու, ինչպես հիմա ամեն ինչը գնում է դեպի նանոտեխնոլոգիաները, չէ՞, ասենք չիպերն են փոքրանում եւ այլն։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ ծավալի համեմատ ֆունկցիոնալությունը մնալու է նույնը, բայց քանի որ չափերն են փոքրանալու, հիշեցնելու է ժամանակակից որոշ մարդկանց։ Իսկ գլուխը մեծանալու է, թե Դե հիմա ցույց եմ տալիս նկարը, հասկացի գլուխը մեծանալու է, թե չէ։ Հենց թվում է Այ մի խոսքով, եթե փողոցում հանդիպեք նման արտաքինով Շատ գեղեցիկ տղամարդ է։ Բայց ով ասեց որ տղամարդ է, կարող է կին է։
Հայտի 1000 տարի հետո չգիտես, 1000 տարի հետո չես իմանա, կարող է եւ կին է։ Բայց եթե ամեն դեպքում փողոցում հանդիպեք նման արտաքինով մարդկանց, իմացեք, որ նրանք մեծ հյուր են եկել ապագայից։ Բարով եք եկել։ Ասեք իրենց բարով եք եկել ու հասկացեք, որ նրանք հյուր են եկել։ Մենք կարելի է ուղեղը նայել, տենց։ Չափել, չէ՞։ Լավ։ Լուր ծննդյան տարեդարձ կապված դեկտեմբերի 2-ի հետ տեղի ունեցել, դա դուք էլ կհիշեք, 1946 թվականին էլ ընդամենը ծնվել է իտալացի մոդելիեր Ջանի Վերսաչին։ Եվ ինչա Ջանի Վերսաչին, իրար սաղ տարիներում ապրելու ընթացքում ոչ մի բան Ամենայն դեպս 97 թվականին նրան ամեն դեպքում մեր սեղանի վրա էլ Վերսաչի հիշեցնող ասեմ, որ հատուկ է ընտրված, մենակ այսօրվա համար հատուկ այսօր արեցինք, որ հարգենք նրա Եվ շատ մոդելիերներ եւ իսկապես մեր ազգը շատ սիրում է Վերսաչի եւ ինքը տենց շատ պոպուլյար է, շատ ոսկե գույնների մեջ եւ Չէ, եկեք սև ու ոսկին ամենաշատն տարածնենք, ինքը շատ տարօրինակ, շատ հետաքրքիր, շատ էքսցենտրիկ մոդելեր էր, սակայն չգիտես թե ինչու մեր ազգի ներկայացուցիչ շատերը նախընտրում են նրա հենց այդ մոդելները, որտեղ կա շատ ոսկե գույն եւ Դե ընդհանրապես մեզանից շատ նորաձևության աշխարհից հիմնականում նախընտրում են Վերսաչի, իսկ ավտոմեքենաների աշխարհից Mercedes-ը։ Դա մեզ բնորոշ արդեն վերածվել է ազգային առանձնահատկության կետերից մեկի։ Այսինքն հայ մոդելներ են։ Եվ իհարկե Արման եւ Կիլիկիա կոնյակները։ Դա գովազդ էր։ Ինչ կապ ուներ Վերսաչի։ Պլանավորված գովազդեր։ Որը հայ ազգը սիրում է։ Դրա մասին։ Ինչու ոսկե գույն է դիզայնը։ Փողը տվել էին, ասում եմ։ Դու տենց առանձին սետ։ Ես ունեմ մի այսպիսի լուր, որը կհետաքրքրի ինձ թվում է ոչ միայն ձեզ, այլ նաև մեր հեռուստաիտողներին։ Կան բազմաթիվ երկրներ, մեծ ու փոքր, հարուստ ու աղքատ, ու հիմնականում այդ երկրները ունեն ղեկավարներ, միապետի կամ նախագահի կամ պրեմիեր մինիստրի տեսքով, ուրեմն նշված է աշխարհի ամենաաղքատ նախագահի անունը լուրերից մեկում, ուրեմն Ուրուգվայի նախագահ 77-ամյա Ժոզե Մուհիկը, ինչպես նրան են անվանում իրեն հայրենակիցները, ամենաաղքատ նախագահ, թարգմանաբար, այսպես են անվանում նրան, կամ մեծահոգի նախագահ, ուրեմն բառը երևի երկու նշանակություն ունի։ Ուրեմն նա աշխարհի ամենաաղքատ նախագահն է, ստանում է, այո, Ուրուգվայի նախագահ, նա ստանում է ընդամենը $12500 աշխատավարձ, տարեկան, որից վերցնում է ընդամենը 1250-ը, մնացած գումարը թողնում է բարեգործական հիմնադրամներին, ասում է, որ այս գումարը բավականին մեծ է ինձ համար, քանի որ իմ հայրենակիցներից շատերը ավելի քիչ եկամուտներ ունեն։ Իդեպ նշենք, որ Ուրուգվայը աղքատ երկիր չէ, այն հաճախ կոչում են հարավ-ամերիկյան Շվեյցարիա։ Իսկ Ուրուգվայում զորով են ընտրում, էլի պրեզիդենտ։ Այդ դու պրեզիդենտ ծեծելով։ Իմիջիալոց ես մի բան ասեմ։ Ես այսքան էլ չէի հավատա այս լուրի հավաստիությանը, եթե չտեսնեի այս մարդու նկարը։ Այնքան բարի դեմք ունի, այնքան բարի Այդ մենակ նկարվելու օրերն է տենց անում, ասեմ քեզ։ Բարի դեմք ընդունի, մի հատ վրազ նկարենք։ Ամեն դեպքում իմացանք, որ աշխարհի ամենաքիչ վարձատրվող նեվ չայկերտներում ասված նախագահը Ուրուգվայի նախագահն է 77-ամյա Ժոզե Մուհիկը։ Ազգանունը մի քիչ հա Մուհիկը ինձ սպանում է իհարկե։ Մուհիկը։ Ինձ թվում է հենց ազգանունի պատճառով էլ իր մոտ տես դեպք է եղել։ Ես լավ նույնիսկ սկզբում երբ որ արան կարդաց լուրը, ես լավ չհասկացա, դա նրա ազգանունն էր, թե փոքր ժամանակ տանը այդպես էին դիմում։ Հա Մուհիկը, որտեվ իրենք իրեք երեխա էին, Մուհիկը, ճուտը մեկ էլ Պելեն։ Մուհիկն է։ Ուղղակի Պելեն ծնվել էր հարևան պետությունում Բրազիլիայում։ Կզանգին կճշտենք, Իմիջիայլոց աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող նախագահներից մեկը այսօր նշելու առիթ ունի, քանի որ դեկտեմբերի 2-ն է, ընդ որում կապ չունի թե այսօր ով է Միացյալ Նահանգների պրեզիդենտը, քանի որ այսօրը ավարտվել է Վաշինգտոնում Կապիտոլիումի գմբեթի շինարարությունը դեկտեմբերի 2-ին, երևի թե բոլորն էլ նշում են, որ վերջապես մեր գլխի վերևը տանիք հայտնվեց։ Ուշ կզգնում է գմբեթ խոսքի համար։ Գմբեթ, կուպոլ, հասկացա։ Գմբեթ։
Դե ինչ, ուրիշ ավելի հետաքրքիր լուր չունես Հակոբ։ Ծննդյան տարեդարձ Մարիա Կալասի ծննդյան տարեդարձն է դեկտեմբերի 2-ին, չտեսնված մի երկչուհի։ Գիտես ով է Մարիա Կալասը։ Ասեց արդեն չտեսնված մի երկչուհի։ Լավ, ում կիններ։ Իսկ գիտես Հայտի Մարկազից ով էր գժվում նրա համար ու նրա արվեստի համար։ Ինձ թվում է Հակոբը, որտեղ այդ տարիներում մենակ Բացի ինձնից։ Հակոբը ու Օնասիսը Օնասիսը գժվում էին Մարիա Կալասի Մարիա Կալաս, հետո Ժակլին Քենեդի, այո։ Շատ տխուր վերջաբան ունեցավ այդ պատմությունը։ հետո Օնասիսը խփում է Վերսաչին, այդ նույն պատմությունով։ Չէ, Ափսեները ջարդելուց հետո։ Վերսաչին Կալասի համար շոր է կարում, այդ պատճառով ներվայնանում է Օնասիսը եւ խփում է կամ խփել է տալիս Վերսաչին։ Այսպեսի տխուր պատմություն միայն նոր Հոլիվուդ ծրագրի շրջանակներում։ Լավ, այսպեսի մի լուր, որը այնքան էլ էական չի, ուղղակի ինձ հետաքրքրեց, եթե փորձենք այս դեպքը մոդելավորել այսօրվա, ենթադրենք, չգիտեմ, Լոս Անջելեսի կամ ասենք Երևանի հանգամանքները հաշվի առնելով, 1999 թվականի դեկտեմբերի 2-ին Շանհայում 100-ից ավելի մարդիկ իրարից անկախ հայտարարել են, որ տեսել են չբացահայտված թռչող ափսե։ Հիմա NLO ռուսերեն տարբերակով։ Հիմա ինձ հետաքրքիր, եթե օրինակ մի 100 հոգի Գլենդելում վաղը ընդ որում իրարից անկախ հայտարարեն, որ իրենք տեսել են այդպիսի ափսե թռչող։ Ինչ կսկսվի հայկական համայնքում մեր։ Նայած ինչ ափսե, եթե էլի Վերսաչի ափսեներից է, կարա լինի։ Այդ ում դիզայնով էր ափսե։ Ինչ Մեզանից շատերը կարծում ամեն օր տեսնում է տանը Վերսաչի ափսեներ, այնպես որ դրանից ոչ ոք չի զարմանում։ Որում երբեմն նաև թռչելու։ Հետո այդ կապված նայես թե 100 հոգին ինչ դեղ են անում իրար հետ։ Էդ էլ կա։ Իսկ դու ընդհանրապես հավատում ես, որ գոյություն ունի թռչող ափսե։ Թռչող ափսե ես անձամբ կյանքումս մի քանի անգամ տեսել։ Չէ, այն որ տենց չէ, տունը, տենց չէ։ Չէ, ես տանը չեմ տեսել, մեր տանը ափսեները չեն թռչում։ Հասկացա։ Ես հանգիստ մարդ եմ էությամբ։ Ես չեմ հավատում։ Համը դու քեզ ոնց որ գովազդարեցիր։ Ես Չէ, ընդհակառակը, դժվար է ասել այդ գովազդը։ Զանգահարեք ինձ, ես այդ խոսեմ։ 8-1-8։ Իմ հետ երբեք ափսեները չեն թռչում։ Դե լավ, տեղափոխվենք այդ դեպքում ավելի մոտիկ Միացյալ Նահանգներին 1961 թվականի դեկտեմբերի 2-ին Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբան գնալու է կոմունիստական ճանապարհով ու մինչև այսօր այդ հայտարարության հետևանքները մարսել չեն կարողանում Կուբայի բնակիչները։ Չեն կարող մարսել, դու ես ասես իրանց դա դուր չի գալի։ Դե չգիտեմ, համատարած աղքատությունը ում կարող է դուր գալ։ Ասենք եթե դու էլ ապրեիր հիմա Կուբայում եւ վարեիր 1972 թվականին արտադրված VAZ-01 մակրիչի ավտոմեքենա, այդքան $50 Այդ իրեն գիտեն որ ուրիշ մեքենաներ էլ կան։ Այդա պետք է բարձեն։ Կալաշնիկներն էլ հետևը գտկցած։ Ամեն դեպքում ասում են, որ Կուբան զբոսաշրջիկների համար դրախտ է, որտեղ այնտեղ ամեն ինչ էժան է։ Դե ինչ, մի օր երևի թե կգնանք Կուբա ու կփորձենք հասկանալ թե զբոսաշրջիկով է ապրում Կուբացին հասարակ։ Ես իհարկե չեմ մոռացել երեկվա կիսատ թողած մի լուր, որից 6-ը դու ընթերցեցիր։ Դա հաջորդ հատվածը։ Երևի հյուրի հետ։ Դա անպայման հյուրի հետ։ Բոլորն նրանք ովքեր չեն դիտել մեր հաղորդումը, Հակոբը նկատի ունի ամենամազալու, ամենատարօրինակ մասնագիտությունների թեժ տասնյակը։ 10-ից մինչև 5-րդ օրիզոնական քննարկել ենք 3 Արմենչիկի հետ, այսօր մնացածը կքննարկենք մեր այսօրվա հյուրի հետ։ Իսկ որպեսզի հյուրին հնարավորություն տանք ժամանի, պետք է անցնենք գովազդային դատարի։ Իսկ երբ գնում ենք գովազդային դատարի, մենք հնչեցնում ենք մեր հովանավորների անունները կամ գոնե նրանցից մի քանիսը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս դեպքում Արմոս Կոշիկի խանութին, որը գտնվում է Գլենդելում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջանի խանութ սրահին, որտեղ անպատմելի անասելի զեղչ արժեքներ են, ներկայացնում է եվրոպական հագուստ, գնացեք, գնեք, հասցրեք, որովհետև կարճ ժամանակ, շատ քիչ ժամանակ է մնացել, եւ իհարկե նայրի ռեստորան Mitten Deli հաստատությունը, որը մեր ծրագրի հովանավորն է եւ որի կողմից ունենք հաճելի անակնկալ մեր հյուրին։ Գովազդների եթերում կվերադառնանք։ Ձեր հեռուստադիտող վերադարձանք եւ շարունակում ենք նոր Հոլիվուդ ծրագիրը, որը ինչպես եւ ամեն անգամ բնականաբար այսօր եւս ունի հյուր։ Ես չգիտեմ, սովորաբար Արան է պայմանավորվում հյուրերի հետ, երբ են գալու, երբ են գնալու, գիտի երբ պետք է գա։ Ես եմ որոշում։ Կարևորը երբ պետք է գնա։ Ինձ են փող տալիս։ Կարևորը երբ պետք է գնա։ Մեր հյուրը արդեն
այստեղ է եւ մենք նրան խնդրել ենք հաշված վարքյանների հետո թակի դուռը։ Հյուր, խնդրում եմ թակեք դուռը։ Я медиум, խնդրում եմ թակեք դուռը։ Ահա։ Համեցեք։ Մենք ունենք հյուր, Ուրա! Մենք ունենք հյուր։ Ուրախացի։ Մեր հյուրը ժամանեց, բարևում ենք հյուրին, գրկախառնվում ենք։ Բարի գալուս։ Ծանոթացեք, Կարեն Մանտաշյան, Հակոբ Ռուբինյան եւ մեր հյուրը, երգիչ Կարեն Բոքսյան։ Բարի երեկո։ Լավ չենք նստացրել պաստորեն հյուրին, որովհետև եթե հյուրը եւ դու տեղերով փոխվեիք, դու անընդհատ կարող էիր ինչ-որ բան պահել, ցանկություն։ Կարենների մեջտեղը կընկնեիր։ Ուզում ես ես այսօր փոխեմ անունս, որ սա հանգստանա։ Չէ, նորմալ է։ Բարով ես եկել մեր ծրագիր։ Շնորհակալ եմ Արեգ ջան, ու նախքան մեր թեմաները ասենք շարունակելու, ուզում եմ դատարկ ձեռքով չեմ եկել, սիմվոլի, որ առաջի անգամ եմ ձեր ծրագրում։ Այսինքն առաջինը լինի, վերջինը չլինի։ Դայբուկ։ մի անգամից ոտի տեղ արեց, որ առաջին անգամ է, այսինքն երկրորդ, երրորդն էլ է ենթադրվում, լավ հասկացա։ Եվ ուզում եմ ձեզ նվիրեմ իմ նոր ալբոմը, որը որ Այս դու ես երգում։ Այ քո նկարն է վրա։ Կանջան, ես այսի երգիչ Կարեն Բոքսյանը։ Շատ շնորհակալ եմ։ Ես հարգեցի բիզնես պահը, քո մեջ դու մտածել էի շատ երկար թե ինչ նվերով գալ մեր տաղավար։ Բնականաբար ճիշտ էր արել ես, որ նվեր չես առել, որովհետև այս նվերը որ բերել ես, միանգամից եւ մեզ հաճելի եւ քեզ հաճելի, որովհետև միանգամից գովազդվեց քո ձայնասկավառակը, մենք էլ նվեր ստացանք։ Ասեմ ավելին, հատուկ մեր ծրագրի հյուր գալու նպատակով ընդհանրապես թողարկվեց այս սկավառակը։ դեկտեմբերի 1-ին է։ Այսօր է եղել շնորհանդեսը եւ թող փաստորեն 3։ 3, փաստորեն եւ ինչպես անցավ առաջին օրը։ Շատ ուրախ։ Գլենոքս փողոցի վրա երբ անցնում ես մեքենայով լսում ես։ Դեռ ոչ։ Չէ, դեռ ոչ։ Լավ, մեր ծրագրով այսպես ցույց ենք տալիս, հաջորդ օրը հնչում է, այնպես որ եթե լսես, իմացի որ մենք ենք նպաստել։ Ինչ է նշանակում այս նկարը, ինչ է ասենց ինքը։ Այդ պահին են նկարել։ Մի հատ նկարեք ինձ, հա։ Դա ճիշտ ասած դիզայները։ Բայց շատ սիրուն դիզայն է։ Հա, շատ սիրուն դիզայն է։ Ընտրություններ ես էլ Ասեմ քեզ Կարենը միշտ չի ինչ որ ասում է, այդպես մտածում է։ Այնպես որ հիմա կարող ասում է շատ սիրուն դիզայն է, հետո հաղորդում է ավարտից հետո։ Այդ վերջում Չորդ բլոկում դիմանանք, դուր է եկել է իրականում թե ոչ։ Հիմնականում հայերի մոտ կան, գիտես, ազգանուններ, որոնք մասնագիտության հետ են կապված, ասենք պապերից ինչ որ մեկը եղել է Դարփին, դարձել են Դարփինյան եւ այլն։ Բոքսյան ազգանուն է, երբևէ հետաքրքրվել ես նախապապերից ինչ որ մեկը կարող է բրնցքամարտիկ է Չէ, եղել։ դեպքում հայերեն կլիներ Կրփամարտյան։ Քանի որ բոքսը թարգմանել են Կարեն հատուկ համար եմ ասում Կրփամարտ։ Ես բրնցքամարտը գիտեի։ Բրնցքամարտ։ Ինչի համար են տես բաները։ Չէ, Կրփամարտը ճիշտ է, բրնցքամարտ։ Լավ, բրնցքամարտիկ կամ բոքսեր նախապապ կամ պապ ունեցել ես ու որտեղից է գալիս այդ ազգանունը, որովհետև քո ազգանունն էլ այն տարօրինակ ազգանուններից է քիչ հանդիպող։ Ճիշտ ասեմ, հարցրել եմ, բայց չեմ կարծում, որ բոքսեր ունեցել ենք մեր ազգի մեջ։ Իսկ ազգանունը իրոք շատ ռեդկի յունիկ ազգանուն է ու մի քանի տարի առաջ բուկվալն ասենք Եվրոպայում պարզվեց, որ իմ բարեկամները այնտեղ են ապրում եւ ծանոթացանք, հանդիպեցինք Հայաստանում։ Երգում են։ Մի հատ տրայուրոդնի քուր ունեմ, ինքը օպերայի երգչուհի է, Գերմանիայում։ Շատ բավականին հայտնի երգչուհի է։ Որտեղից է Գերմանիայում։ Ես ուրեմն մի քիչ հետ գնամ, այն երբ որ նոր հայտնվեցիր շոու բիզնեսում, դա չգիտեմ քանի տարի առաջ էր, երբ ավելի այսպես հաստատուն քայլեր սկսեցիր անել ու կամաց մարդիկ քեզ սկսեցին ճանաչել, շատերը ասում էին Կարեն, որ Կարենը Բոկայի տղան, այ երբ կարողացար մարդկանց հակառակը համոզել կամ ապացուցել, որ Բոկայի հետ։ Երբ որ բացատրեց, որ իր ազգանունը ոչ թե Բոկյան է, այլ Բոքսյան։ Դե Բոկայի ազգանունը չգիտեին շատերը, դրա համար այո, մի քանի տարի տևեց, տարբեր պատմություններ, տարբեր տեղերից զանգում էին Բոկայի տղա, չգիտեմ ինչ, սենց, վերջապես։ Ոսկե բոլոր դրա մասին գիտեին, բացի քեզանից եւ Բոկայից։ Մի անգամ դաժե տենց հանդիպեցինք Բոկայի հետ, ասում եմ, ձյաձ որ ասում եմ,
Ваш блудный сын, բան, ասած Թարգմանենք ձեր անառակ որդին։ Այո։ Եվ տենց, բայց понадобилось время, чтобы это всё вернуться. Բանջի ժամանակ որպեսի այդ ամենը։ Սինխրոն թարգմանություն։ Դե ինչ, պաստորեն եւս մեկ անգամ հերքեցինք այդ լուրը, ու նաեւ կար լուրեր, ինձ շատերն են հարցրել, որ Կարենը Բաքվեցի երկիչ Կարենը։ Այ եթե առաջին լուրը կամ առաջին տեղեկությունը այնքան էլ ներվայնացնող չէր, դե մարդիկ ասոցացրել են քո ոճը երևի թե Բոկայի հետ եւ նման զուգահեռներ էին անցկացնում, դե ֆանտազիան էլ տվել չի խնայել մեր ազգին, իսկ այս բարագայում ինչ կասես Բաքվեցի երկիչ Կարեն։ Նո, Թիվլիս եմ ծնվել եւ Թիվլիսի խալխ ես։ Թիվլիսի խալխ եմ։ Ծնողներս մեծացել, հիշում եմ երկու։ Չէ, ծնողներս papan Թիվլիսահայ է, մաման Հայաստանից է, так что Բայց ծնվել ես Թբիլիսիում։ ծնվել եմ Թբիլիսիում։ Այսինքն քուրեջուրը խմել ես։ Դե տենց է։ Հա, դա շատ կարևոր է։ Մեր իմեջն բանակում ծառայել էր հայ տղա էր, Կարեն էր անունը, իմիջայլոց Բոքսյան։ Չէ, Բոքսյան չէր։ Ագանեզով Կարեն էր, Թբիլիսից էր, այնտեղ էր ծնվել մեծացել։ Մեկի հետ վիճում էր ռուսներից, որ Վոլգայի ափին էր ապրում, Վոլգան լավ գետ թե քուրը, ասենց վիճում էին, ասում էր Վոլգայում սենց ձկներ կան, Կարեն ասում էր քուրում էս կա այն կա։ Վիճեցին, ինչ որ նա ձկների անունը շատ տվեց, Կարենը էլ բան չուներ, ասեց слушай, знаешь, в куре какая рыбка водится, ասենք չէ ինչ ու ասեց, արա у нас лемуры водятся։ Ինչի հետ էր խառնել, չգիտեմ։ Կարեն Մազալու Թիֆլիսը Գործից ազատ եք։ Լեմուր կապիկի տեսակի հետ։ Չէ, մենք պետք է հարցի լուծում տանք, որովհետև մեզ բազմաթիվ մարդիկ են նայում, ովքեր չեն հասկանում ռուսերեն եւ լեմուր։ Այո, լեզուն ռուսերեն է, այնպես որ խնդրում եմ սինխրոն թարգմանաբար մյուս անգամ կպատրաստես նման տեքստերը։ Շատ հայկական ինֆորմացիա, շատ հայկական կապված դեկտեմբերի 2-ի հետ, որովհետև այսօրը ծնվել է, այս անգամ արդեն աշխարհով մեկ թրև չեմ գանք Հայաստան, որովհետև այսօրը ծնվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Ղարաբաղցի 897 թվականին։ Շատ լավ լուրեր։ Ծնվել է Ղարաբաղում։ Ի տարբերություն քեզ, որ ծնվել ես Թբիլիսիում։ Դե ինչ ասեմ, с днём рождения։ Դե ինչ, Մարշալ Բաղրամյանը իրոք մեծ հայ է, մեծատառով հայ է եւ իդեմս մյուս մեր մարշալների ես հպարտ եմ, որ մենք այսպեսի փոքր պետություն լինելով ունեցել ենք նման մարշալներ։ Նույն գյուղից իմիջայլոց 3 մարշալ մի գյուղից։ Կարծեմ Չարդախլու գյուղից։ Երեքն է մի Իսկ դու ուրախ ես Կարեն։ Ես անչափ ուրախ եմ, որ ծնվել է Մարշալ Բաղրամյանը, ես ուզում եի տալ հարց Կարենին։ Բանակում ծառայել ես։ Դու Բոկայի դուետ ունեցել ես։ Չէ։ Բոկայի դուետ չես ունեցել։ Ինչի հաշվում ես չի ձգի քեզ, թե ինչ։ Չէ, просто տենց Արիչ է, այո։ Արիչ։ Բայց որ լինի դու կհամաձայնվես երկար մտածելուց հետո, թե ինչ։ Նայած ինչ երկ առաջարկվի երկը։ Կարենը վերջերս երկը պետք է ասենք, ոնց լինի որ Կաբրիոլետը, ասենք, Ուսպենսկայի։ հա, կապ չունի Բոկայի։ Լավաճազի պլանավա։ Չէ, ինչ պլան։ Այս տարիքում։ Վերջերս դու հյուր էիր Անդրեյ Մալախովի հեղինակային Բուզգավարյա ծրագրին։ Այսօր դու հյուր ես մեր նոր Հոլիվուդ ծրագրին։ Ինչ որ հաջողությունների շարան է մոտդ, չեմ հասկանում ինչպես, բայց հետաքրքիր է Մալախովի մոտ հյուր գնալուց էիր ավելի շատ հուզվում, թե այստեղ հյուր գալուց։ Չէ, դե Մալախովը ասեմ որ երկար տարիների իրանց այդ պրոջեկտն է բանը, բայց քանի որ սա իմ համար շատ հաճելի է, որ իմ հարազատների հետ եմ նստած եւ նոր պրոյեկտ и достаточно интересный, այո։ Եվ բավականին հետաքրքիր։ Ասում են, որ Մալախովի մոտ հյուր գնալու համար, եթե պետք է նշվի թե ով ես եւ դա promotion ինչ որ բան ունի, ենթատեքստ վճարում են, փող տվել է իր այնտեղ հայտնվելու համար։ Բայց սուտ են ասում։ Ես տենց բան առաջի անգամ եմ լսում։ Ճիշտ ասած։ Որտեղ ի տարբերություն Մալախովի մենք փող վերցնում ենք։ Ուղղակի այսօր քո համար բացառություն արեցինք, որովհետև գիտեինք, որ մեր ձայնասկավառակ պետք է վերցնվեր, դե այսինքն այսօր թող այսօր բարտերով թող։ Այսօր բարտերով։ Երեք ձայնասկավառակ։ Ինչ էժան ենք ծախվել այսօր։
Կարեն Հակոբ։ Այ։ Լավ, ուրեմն եթե նայել ես մեր երեկվա հաղորդումը, որին մասնակցում էր Երգիչ Արմենչիկը, քո գոլեգան, որը շատ լավ անցավ, մենք նրանից քննարկեցինք աշխարհի ամենամազալու, ամենաբացառիկ մասնագիտությունների top 10-ը, սակայն ժամանակը չբավականացրեց, մինչև առաջին 10-րդ, մինչև 5-րդի հասանք։ Գիտես, որ կան մասնագիտությունները, որոնք զարմանալի մասնագիտություններ են։ Ուրեմն եկանք հասանք 4-րդ հորիզոնականին, 4-րդ հորիզոնականում գտնվում են այն մարդիկ, որոնք ներկայացնում են հետևյալ մասնագիտությունը՝ մարմնի առանձին մասերի մոդել։ Մենակ ձեռի մոդել։ Ասենք նկարահանվում է տեսահոլովակ եւ նկարահանվում է հայտնի դերասան, որի ձեռքերը այնքան էլ գեղեցիկ չեն։ Մոդել է, որը միշտ նկարահանվում է, նրա ձեռներն են նկարահանվում, կամ ասենք կրծքերը, կամ ասենք ոտքերը։ Մարմնի առանձին հատվածներով է տվյալ մոդելը հանդես գալիս։ Մենք վերջին շրջանում քննարկում էինք մի հարց, մի նոր օրինագիծ, որը Կալիֆոռնիայում անցել էր, կապված վերաբերում էր ֆիլմերին մեծահասակների համար։ Մարմնի բոլոր մասերի համար մասնագիտական, ուրեմն այսպիսի դերասաններ կան, դուբլյորներ։ Դե ամեն դեպքում փաստորեն կան։ Օրինակ դու որ ընտրեիր այդ պրոֆեսիան ինչ մաս կուզենայիր որ դեմքի արտահայտությունը։ Դեմքի արտահայտություն։ Ոնց խորի մաս։ Միշտ մտածող։ Միշտ Ռոդենյան ես ասեի։ Այո։ Շատ ակտուալ մասնագիտություն է մանավանդ Հոլիվուդում, ասեմ, որովհետև այստեղ շատ աստղեր կան, որոնք շափազանց մեծ գումարներ են վաստակում եւ ասենք Բրեդ Պիտը, ասենք երիտե չի համաձայն, որ հետևից իրեն մերկ նկարեն ֆիլմում։ Հա, բայց ինքը համաձայն որ օրինակ Կարինին նկարեն մերկ հետևից, որ համ բոյով, համ ջանով։ Դա արդեն պետք է Կարենը համաձայնվի։ Չեմ հասկանում ինչի հետևից Կարեն Բոքսյանը նմանացրեցի Բրեդ Պիտի հետ։ Ընդ որում այս մասնագետները երբ որ տուն են գալիս, կինոս ասենք թե եթե տղամարդ մասնագետ գալիս է տուն, ասում են նկարվեցի, կինոս ասում չի քեզ Բրեդ Պիտի տեղն է իր դրել։ Ուրեմն երրորդ հորիզոնականում մի հատ մասնագիտություն, որը չափազանց տխուր է այդ մասնագիտությամբ զբաղվող մարդկանց համար, կան գոլֆի դաշտեր, որտեղ հայերեն ժամանակակից բառ կա մի հատ հաբրգած հարուստները գոլֆ են խաղում եւ անընդհատ եւ գոլֆի դաշտերի մոտ, որպեսզի ճոխ լինի այդ դաշտը եւ գեղեցիկ նայվի այդ դաշտը հեռուց, կան նաեւ լճակներ արհեստական եւ հաճախ գնդակը գլորվում եւ հայտնվում է այդ լճերի մեջ։ Բայց քանի որ անդադ հայտնվում է լճի մեջ, պետք է պահես մարդ, ով անդադ սուզվի եւ այդ գնդակները լճահանն է։ Ուրեմն գնդակների ջրասուզորդ գնդակների լճակահան, ովքեր աշխատում են գոլֆի դաշտերին կից, ուրեմն լճակներում ու անդադ սուզվում են ու գնդակ են անում։ Բավական տաղտկալի, տխուր, թաց գարսելու ենթակա թաց մասնագիտ։ Հին անեկդոտ է, ես գործնել գործ չի, սա որը ցեխերի մեջ է։ Ցեխերի ու ջրերի մեջ է անցնում տվյալ մարդու մասնագիտությունը։ Դուրդ եկավ այս մասնագիտությունը։ Ու աշխատավարձ կա տեղ գերատեսչկանը։ Բնականաբար սա բարձր վարձատրվող ու բավականին վտանգավոր աշխատանք է։ Որտեղ գլխի միատել հացն։ Չէ, հայտնի է նաև մահվան երկու դեպք։ Դրա համար բավական ուրեմն գոլֆի ակումբները պահում են հատուկ աշխատակից, ում գործը հենց այդ գնդակները հանելն է, որը բարձր վարձատրվող աշխատանք է։ Իմիջիայլոց կան դեպքեր, երբ որ ինչպես օրինակ Կարենը մեզ վճարելու փոխարեն զայնասկավառակեր վերել, այդ մարդկանց հենց գնդակներով էլ վճարում են։ Ինչքան գնդական սրկոններ։ Հանած գնդակների 10%-ը տալիս են, ասում են տարտուն, ընտանիքի վայլի տարտար։ Ունալա գնան։ Իդեպ Չոմ թիպնել են գնդակով դնում։ Չէ, թիպի դեպքում տալիս են փոքր գնդակներ, կամ ասենք թենիսի պինգ-պոնգներ։ Երկրորդ հորիզոնականում գտնվող մասնագիտությունը երբ կարդամ, հաստատ լռություն կլինի այստեղ ու երևի կգնան գովազդի մի անգամից էլ չենք քննարկի։ Մասնագիտությունը կոչվում է, ճակերտներում է գրված անասուն գզող։ Պրոստը կարել պայ անասուն, այդքան է։ Անասուն գզող, ինչը անունը կոնկրետ։ Կթելը անսանք, մի գզել է։ Լավ, ես գովազդի ժամանակ կբացատրեմ, թե ինչ է մտնում այդ մասնագիտության մարդկանց
Կարծում եմ, որ խոզերին դա չի վերաբերում, որտեղ բուրդ չունեն, եթե ուղղությունը ճիշտ եմ հասկանում։ Չէ, դու ուղղությունը լրիվ սխալ ես հասկանում։ Այսինքն գովազդների եթերում voice-ում մենք կվերադառնանք, որպեսզի հասկանանք կամ ավելի այսպես ճիշտ մեկնաբանենք երկրորդ հորիզոնականում հայտնված մասնագիտությունը։ Իսկ գովազդից առաջ Կարենը մեզ կպատմի մեր գործընկերների մասին։ Դու ծխում ես Կարեն ջան։ Չես ծխում։ Շատ լավ է, թարգել ես, որտեղ մենք թարգելու համար ունենք էլեկտրոնային սիգարետներ, որոնք կոչվում են Maya, որը ես հիմա եթերի ընթացքում եմ օգտագործում, որպեսզի թարգեմ եւ չներվայնանամ, եւ ունենք էլի հովանավոր։ Այդ բառը ես միշտ մոռանում եմ, որտեղ չեմ սիրում այդ բառը, սիրում եմ գործընկեր բառը։ Ունենք Arman եւ Կիլիկիա կոնյակները, որոնք մեր հետ գործընկերություն են անում։ Եվ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Serengeti Tea Company-ին, որը արտադրում է շատ համեղ չայեր։ Ըմպեք եւ նայեք նորք Հոլիվուդը։ Նոր Հոլիվուդ ծրագիր շարունակում է իր ընթացքը, մենք կանգնեցինք երկրորդ հորիզոնականի վրա, գովազդի ընթացքում ես փորձեցի բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը, ուղղակի շատ դուրս եկել է մեկնաբանությունը, որը ուրեմն կարդացի։ Մասնագիտությունը կոչվում էր անասուն գզող։ Բայց ճակերտների մեջ։ Ճակերտների մեջ, հա։ Ճակերտների մեջ ո՞ր բառը։ Ուրեմն, կարդում եմ բառացիորեն մեջբերման սկիզբ։ Այս թեժ տասնյակի երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է ադրբեջանցիների սիրած աշխատանքներից մեկը՝ գոմի մաստրուբատորի աշխատանքը։ Վերջապես մենք կարող ենք հասկանալ, թե ինչ է նշանակում իրականում էշ գզող միստիկ մասնագիտությունը։ Ու ինչու են մեր երկու հարևանների մոտ այդքան հաճախակի սեռական բռնությունները կենդանիների նկատմամբ։ Այս աշխատանքի տերը զբաղվում է ընտանի կենդանիների սերմնահեղուկի հավաքումով, ինչի համար կիրառվում է երկու մեթոդ՝ համապատասխան օրգանների էլեկտրահարում թույլ էլեկտրական իմպուլսներով եւ այսպես կոչված դասական մեթոդը, որը ենթադրում է ձեռագործ աշխատանք։ Ձեռագործ աշխատանք։ Կրոնաբատարիկ ես կստոսես Մի հատ արեք խնդրում եմ հիշեցնել օծ կթող մասնագիտությունը որ հորիզոնականներ զբաղեցին։ Կարծեմ 8-ն է, հա։ Դե ընդդեպքում թույն էին հավաքում դեղագործական նպատակներով։ Բայց այդ էշ գզողը մարկանց էլ է վերաբերվում ասում։ Այսինքն հա նրանք օգնում են դոնորների։ Ճիշտ ուրիշ մասնագիտություն են։ Այս մասնագիտության տեր մարդիկ օգնում են դոնոր երևույթներին ուղղակի կենթանական աշխարհում։ Բայց իրանք չեն հասկանում, իրանք օգնում են, իրանք զբաղված իրենց գործով։ Իրանք ամենը լուրջ դեպքում գնում են աշխատանքի։ Ուղղակի նաև դրա համար աշխատանք։ Մենակ ինձ գործիչ չանեն, խնդրում եմ։ Առաջին հորիզոնականն է կարդամ ու թեման վերջացնենք։ Առաջին հորիզոնականում աշխատում են մարդիկ, ովքեր հիմնականում ապրում են Լոս Անջելեսում եւ գնում են ամեն օր աշխատանքի Disneyland եւ Magic Mountain։ Ուրեմն ամեն օր երբ որ դուք գնում եք, ամեն անգամ երբ որ դուք գնում եք այդ շատ սիրված վայրերը, դեզանից ոչ մեկ չի կարող ենթադրել, որ կա մի տհաճ մասնագիտություն եւ կան մարդիկ, ովքեր ամեն օր գալիս են այդ այնքան շատ ու ճանաչված ու սիրված վայրերը աշխատանքի հենց այս մասնագիտությունը կիրառելու, իրականացնելու այն գործը, որը հայտնվել է առաջին հորիզոնականում։ Չէ, փսխող հավաքողը։ Ինչ հավաքող։ Դե ասենք թե երբ որ վատ է զգում մարդ, որոշ դեպքերում դա արտահայտվում է փսխելու կամ հետ տալու ռեֆլեքսով։ Ուրեմն այս ճկերտի ոչ այնքան պատվոր առաջին հորիզոնականը զբաղեցնում է մի աշխատանք, որը պահանջված է այնպիսի վայրերում, ինչպիսին է Disneyland-ը, Magic Mountain-ը, որովհետև էքստրեմալ ատրակցիոններում մարդիկ հաճախակի վատ են զգում եւ իրենց սրտխառնոցը չզսպելով փսխում են եւ դա պետք է մաքրվի։ Եվ ահա այս մարդը պետք է ամեն մեկի հետ քշի էտի, որտեղ նա որ դա ինչ արել, որովհետեւից Իմիջայլոց։ Մեր պրոդյուսերը ինչպես միշտ սեղանը դատարկ չի թողել, այնպես որ օգտվեք։ Օգտվեք, Կարեն, օգտվեք։ Եվ վերջաբանը, ամենայն դեպս վերջին մասնագիտությունը ախորժակ է բացում է։ Ես զարմանում եմ Հակոբի վրա, որ վերջին մասնագիտությունը լսելուց հետո դեռ կարողանում է խմորեղեն ուտել, հալալ է։ Հալալ է, կեր, բարի իրանել են լավ վճարում դրա համար։ 2 տարի պծարել եմ սովետական բանակում։ Այսինքն ծառայ է։ Ինչով եք դուք այնտեղ զբաղվել, ես ուզում եմ հասկանամ։ Ոչ նրանով, ինչ դու ենթադրեցիր։ Այս մասնագետներից ոչ մեկը մեր զորամասում գոնե չկար։
Դաժե վերջինը։ Դե հիմա ձեր տերը դրեք սրտերից ու ասեք, առաջ բապես կարծում եք, որ ձեր աշխատանքը ամենավատն է աշխարհում։ Ես ակարտակ հատուկ, որպեսզի ձեզանից շատերը գնան այսօր հանգիստ կղճով քնելու, որովհետև այս top 10-յակում կան մասնագետներ, որոնք մեզ չեն հանդիպել ու վստահ եմ չեն հանդիպել ձեզանից շատերի սիրելի հեռուստադիտող։ Այո, որպես իհարկե էկզոտիկ մասնագիտություններ հետաքրքրություն առաջացնում են, բայց եթե չեմ սխալվում, ինձ այդ շարքից դուր եկավ միակը բազմոց եւ անկողին փորձարկող մասնագիտություն։ Իսկ ինձ մարմնի առանձին մասերի մոդել, ասենք դեպի ասենք աջ ձեռքս նկարելու համար ինձ բավական գումար կտան, կթողեի։ Ինչ գումարով դու կծախեիր քո ձեռքը։ Ձեռքը չէի ծախի, թույլտվություն, որ նկարել։ Դե նայած ով է նկարողը հիմա։ Նայած ինչ են նկարելու։ Նայած ինչ են նկարելու։ Որտեղ այն մասնագիտություններն նույնպես կա։ Նայած ինչ են անելու իմաջ ձեռքով։ Ինձ թվում է, եթե սկսեն նկարել այդ բան անասուն գզողը, որտեղ քոնշասիրուն ձեռը, այդ կտորները պետք է նկարեն։ Չէ, այդ դեպքում ուրեմն անգին կլինի։ Չէ։ Լավ, մեր ծրագիրը շարունակվում է, մասնագիտությունները քննարկեցինք, բավական ուրախացան բաբաջան, խնդրեմ լուր։ Լուր 1996 թվականին է տեղի ունեցել դեկտեմբերի 2-ին Դուբայ քաղաքում, որտեղ 28 հյուրանոցներ, հոթելներ միացել են եւ համատեղ ուժերով թխել են գոնե այդ պահի դրությամբ աշխարհի ամենաերկար Այդ պիրոգ բառը միշտ դժվարանում եմ թարգմանել, կարկանդակ ճիշտ թարգմանությունը հայերեն, բայց պերաշկի հետ չխառնել, դրա համար պիրոգ բառը օգտագործեցի։ Դուբայի պերաշկի հետ աղով բառում էլի, որը տարբերս է։ Երկարությունը եղել է ընդամենը 2530 մետր 80 սանտիմետր, 2.5 կիլոմետր։ Իմաստը չեմ հասկանում, դες բաց պետք է գաս կողքերից կծես, թե դեմից ուտելով։ Ուղղակի արդեն 96 թվականին նրանք ենթադրեցին, որ կանցնեն տարիներ եւ նոր Հոլիվուդի շրջանակներում մենք այդ մասին գոնե մեկ անգամ կհիշատակենք։ Մենք կարիք կունենանք նման հիմար լուրերի։ Ինչի պատճառով ստեղծել են այդ հիմար լուրի, թխելով այդ պերոգը, նրանք միանգամից նպաստել են, որպեսզի մենք չնեղվենք եւ հապետեշություն չանենք, պերաշկիա տպենք էլի, լուր։ Էլ ուրիշ լուր չունես, լուրերդ վերջացան։ Չէ, նույն թվականին 93 թվականի դեկտեմբերի 2-ին մեկ ուրիշ դեպք էլ է տեղի ունեցել, կար այսպիսի Պաբլո Էսկոբար անունով կոլումբիացի մի նարկոբարոն, այ դրան հետո սպանեցին։ Դեկտեմբերի 2-ին, ցավալի, շատերի համար ցավալի լուր է։ Եվ վերջին լուրը երևի թե հրաժեշտից առաջ զուտ ինֆորմացիա, ուրեմն ինչ է իրենից ներկայացնում համբույրը։ Մինչև վերջերս շատերը գիտեին, որ դա ռեֆլեքս է, ուրեմն պարզել են գիտնականները, որ ոչ, ռեֆլեքս չի, այն սովորում են կամ չեն սովորում, որովհետև ուրեմն կան երկրներ, կան ազգեր ու ազգություններ, որոնք նույնիսկ չգիտեն համբույրի ինձ արտահայտությունը, որովհետև չգիտեն ինչ է իրենից ներկայացնում, ասենք դա նրանք անում են, ասենք ողջագուրվելու կամ երևի բարևելու, ողջունելու ժամանակ, նրանք ասենք կա ազգ, փոքրիկ ազգություն, որ ուրեմն համբույր ինձ արտահայտության փոխարեն ասում է հոտոտիր ինձ։ Անցանք էլի գործերին, հա։ Չէ, դա պուդել ազգության։ Օրինակ Սանտա Մարիա կղզու բնակիչները հանդիպելիս ոչ թե համբուրվում են ու գրկախառնում, նրանք ընդամենը մոտենում իրար եւ քթները հպում են իրար։ Դա ողջագուրվելու կամ ողջունելու։ Հոտոտեմ քեզ, չէ՞, մոտենում են։ Վաղուց քետիկը։ Ուրեմն Ֆիլիպիններում Ֆուգու կղզու բնակիչները երբ հանդիպում են պարտադիր ինչ որ բուրավետ առարկային պահում քթի մոտ, էլի չեն համբուրվում։ Սոկոտորա կղզում վերջը գա պրստենք ես դարձնես ինչ արա։ Լսի, ամենամազալու ուրեմն Սոկոտորա Հիմա կներես իրենց մոտ էլ մի այսպիսի հաղորդում կոչվում պատկերացնում ես այս հայերը որ հանդիպում են ու նույն ձևի զարմանում են Սոկոտորա կղզում հանդիպելիս համբուրվելու փոխարեն նորմալ համբուրվելու փոխարեն համբուրում են միմյանց ուս Նորմալ համբուրվելը ինչ է Այսինքն ասենք այտը մենք ինչպես ենք համբուրվում, ասենք ողջունելու ժամանակ։ Համբուրում են այտը, չէ՞։ Ամերիկայի մեծ հատանքներ 2 անգամ Հայաստանում, մի անգամ Ֆրանսիայում, 3 անգամ Ռուսաստանում։ Նրանք ուսն են համբուրում։ Դու պատկերացնում ես դու մտներ ես գայք ուսը փաչի։ Ո՞նց կարա տես բալերի։
Իսկ տոնգո կղզում բնակիչները միմյանց հանդիպելիս խնդրում են դիմացինի ձեռքը եւ հպում շրթունքներին կամ քթին։ Սա սրանով վերջացնեմ այդ լուրը։ Չէ, ում որ հանդիպում ես նրա ձեռքը։ Ինքդ քո չէ։ Ուր հպվեմ քեզ ու սկսում ես հպվել։ Դա գոնե տրամաբանականներ եղածների մեջ, որտեղ գոնե կանանց ձեռքը համբուրելու սովորությունը ունի հին արմատներ եւ բավական լուր, որը չոգևորեց Կարեն Մանթաշյանին, որի համար ես շատ ուրախ եմ։ Եթե չոգևորեց Կարեն Մանթաշյանին, ուրեմն հետաքրքիր ոգևորեց բազմաթիվ հեռուստաեթեր։ Ուրեմն լավ լուր է։ Ուրեմն լավ լուր է։ Խնդրում եմ քո կարծիքը այս լուրերի մասին եւ առհասարակ այն թեմաների մասին, որոնք մենք վեր ենք անում, փորփրում ենք, գտնում ենք ու ներկայացնում ենք նոր Հոլիվուդ ծրագրի շրջանում։ Ներկայացնում ենք Կարեն Մանթաշյանին։ Достаточно интересный բան։ Բավականին հետաքրքիր։ Այո։ Կներեք, էլի մենք ներում ենք, որտեղ մենք վճարել ենք Հակոբին, որ նաև սինխրոն թարգմանության համար, որը յոթ չափազանց է։ Բավականին հետաքրքիր, այսպես ասած, ինֆորմացիա լսեցի։ Довольно-таки интересную информацию. Да, когда немножко напрягаюсь, получается. Երբ մի փոքր լարվում եմ Իսկ երբ դու գնում ես Ռուսաստանում մասնակցում ամենատարբեր շոուների, այնտեղ էլ խառնում ես իրար ու հայերեն ես սկսում խոսել։ ու մալախովը սկսում ես ինքնոն թարգմանել։ Մեկ անգլերեն բարերա։ Իսկ ճիշտ է շրջանառվող այն լուրերը, որ Կարեն Բոքսյանը լուրջ աշխատանքներ է սկսում Ռուսաստանում եւ ուզում է այնտեղ այսպես թափանցի կամած ռուսական շոու բիզնես, որ ինչ մեծ գումարներ է ծախսում ու լուրջ դուետներ են սպասվում չափազանց ճանաչված աստղերի հետ։ Кое-что правда, да. Чем տեղափոխ։ Ինչ-որ բան Ուրեմն երկու ամիս բացակայում էի Միացյալ Նահանգներից, Ռուսաստան էի գտնվում ու նոր այս ալբոմի հետ կապված նոր դուետները սպասվում համերգային ծրագիր եւ ինչու՞ չէ, փորձենք ռուսական մարքետ էլ մտնենք։ Դե ինչ, փորձենք, քեզ հաջողություններ ենք մաղթում։ Ուզում ենք ասել շնորհակալություն Ձայներիզի համար, որը բերեցիր մեզ նվեր սրտանց, եւ շնորհակալություն որ դեռ ժամանակ եկար։ Դե ինչ, շնորհակալություն, քեզ պետք է հրաժեշտ տանք։ Այո, спасибо։ Շատ շնորհակալություն։ Կվերադառնանք հաղորդման վերջին հատվածում, դե ինչ գնում ես, գնում է Կարենը։ Լավ, այդ դեպքում ես էլ հաջողություն մաղթեմ Կարենին։ Շնորհակալություն, որ այցելեց իր մեզ։ Այո։ Նորից ակնարկում եմ, որ պետք է գա մեզ մոտ անպայման։ Շնորհակալություն Կարեն, իսկ մենք գովազդի անցնելուց առաջ կցանկանանք նորից ձեզ Կարենն էր Բոքսյան։ Քեզ ծանոթացրինք, մոռացար։ 100 անգամ ասի երկիչ Կարեն Բոքսյան, երկիչ Այ Կարեն Մանթաշյան։ Հիշեցնեմ եւ շնորհակալություն հայտնեմ մի քանի հովանավորների եւս սիրելի հեռուստատողներ, քանի որ բնականաբար առանց հովանավորների հեռուստահաղորդումները երկար կյանք չեն ունենում։ Իսկ քանի որ մեզ երկար կյանք էր մաղթում Կարենը, տրամաբանական է նաև շնորհակալություն այդտեղ մեր գործընկերներին AKA Eurosport ընկերությանը, որտեղ ձեր ավտոմեքենայով կարող եք գնալ եւ ավտոմեքենայի հետ կապված ձեր քմահաճույքները այնտեղ կբավարարեն, ձեր արտաքին տեսքի հետ կապված քմահաճույքները կբավարարեն Lulu Beauty Lounge գեղեցկության սրահում, դե իսկ ատամների հետ կապված քմահաճույքները կամ անհրաժեշտությունը կապված ձեր առողջության հետ նաև ամբողջությամբ կբավարարեն A to Z Dental ընկերությունում։ Շնորհակալություն մեր գործընկերներին, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք մի քանի րոպե անց։ Մնացեք մեզ հետ։ Սիրելի հեռուստատող վերադարձանք, որպեսզի շարունակենք եւ եզրափակենք նոր Հոլիվուդ ծրագրի այսօրվա մեր թողարկումը։ Ավելի շատ եզրափակենք, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել։ Մեր հյուրն էր երգիչ Կարեն Բոքսյանը, ում Կարենը չէր ճանաչում, 20 րոպե նա ներկա էր այստեղ տաղավարում, 20 րոպե հետո գնաց ու էլի հասկացանք, որ էլի չի ճանաչում, էլի ինչ որ հարցնում էր։ Չէ, իսկ դե լուրջ դու ծանոթ ես Կարեն Բոքսյանի արվեստին։ Իհարկե։ Եվ մայր երգը, ծմերը, ծովը, արտակը, այսինքն դու էլի թվարկում ես երեկվա երգերը, որ դու թվարկեցիր, երբ մեր հյուրները անում են չի, այսինքն դու անընդհատ լսում ես այդ 4-5 երգը ու այդ 4 երգն է ես գիտեմ։ Մինչ այլոց նույն երգերը ինքը թվարկում է, որ ասում են Բոչելի, որ հա, երգերն է։ այդ 5 անունները։ Մայրը։ Այդ 5 անուններն է սովորել։ Ոնց է լինի մեկն ու մեկը կունենա։ Բոչելին մայր երգը չունենա։ Դե կարծեմ մայր երգ, մայրիկ
երկ ունեն բոլոր երկիչները կամ իրենց հարգող բոլոր երկիչները։ Ես կարծում եմ Կարեն Բոքսյանը բացառություն չէ, վստահ եմ կունենա մայրիկ կամ մամա ռուսերեն տարբերակով վերնագիրը կրող երկ։ Բարի։ Իսկ երբ դու սկսես երգել, ասենք ունենաս այն երկերը քո ռեպերտուարում, որոնց անունները միշտ տալիս ես, երբ ամենատարբեր հյուրեր են լինում։ Երգեմ մայրիկը, ծովը, քամին ու պճեճը։ Կարծում եմ ամենավերջինը կոմոդ ամենալավը կհաջողվի։ Դե ինչ, Կարեն Բոքսյանին հաջողություններ մաղթենք, որովհետև մարդը լուրջ փողեր է ծախսում, այսօր լսել եմ մեր հաղորդման շրջանակներում, թե շրջանակներից դուրս։ Մեր հաղորդման շրջանակներում լուրջ ծախսեր արել իր ուրեմն հեղինակային ձայնասկավառակներից 3 հատ բերել էր, որի համար շնորհակալություն, սակայն Ռուսաստանում լուրջ ուրեմն գործով է զբաղված եւ կարող է մի օր էլ այդ ռուսական աստղերի հետ միասին գա Լոս Անջելես կամ Միացյալ Նահանգներ, այստեղ ներկայացնի իր նախագիծը, ու մենք լսենք Կարեն Բոքսյանի ամենատարբեր երգիչների հետ դուետ կատարումներում, ասենք կամ մասնակցի Eurovision-ին Ռուսաստանի կողմից։ Ահա, այդ ինչքան փող պետք է ծախսի, որ։ Դե ոչ մի բան չծախսի, հենց ընկերություն ունի, քիչ կհավաքվի։ Դե ինչ, թող մասնակցի, իսկ եթե մասնակցի, թող Հայաստանի կողմից մասնակցի։ Հայաստանի կողմից էլ մի ուրիշ է կմասնակցի, որ այդքան փող չկարողանա ծախսել։ Լավ, իդեպ Եվրատեսիլի մասին լուր ունեմ, ուրեմն այս տարի եվրոպական երկու երկիր հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթից, Լեհաստան եւ Պորտուգալիա եւ նրանք դա պատճառաբանել են ֆինանսական դժվարություններով են բացատրել, որովհետեւ շատ ծանր ֆինանսական վիճակ է այդ երկրներում։ Այսինքն Հայաստանի տնտեսական դրությունը գոնե Պորտուգալիայից եւ Լեհաստանից հաստատ ավելի լավ վիճակում է։ Ինչը չափազանց մխիթարող է մեզ համար։ Ուրեմն Հայաստանը շատ ավելի հարուստ է, քան Պորտուգալիան եւ Լեհաստանը, որովհետեւ նրանք հրաժարվել են։ Իրականում երկիչ չեն ունեցել համապատասխան որակը, որ ուղղակի են ասել են դե լավ, ճգնաժամ է, կասենք փող։ Հիմա գիտես փող չկա։ Իդեպ եթե երկիչի խնդիր է եղել, պետք է զանգել արագ Կարեն Բոքսյանին ու տեղեկացնել, թող զանգի արագ Լեհաստան եւ Պորտուգալիա։ Ես ծախսերը կփակեմ, ինձ ուղարկեք Պորտուգալիա։ Դե ինչ։ Եմ երկիչ Պորտուգալիայից Կարեն Բոքսյան։ Պորտուգալերեն երկու։ Պորտուգալերեն։ Ոչ թե շպեշլերոշտա։ Նա գիտի նաև պորտուգալեր։ Դե ինչ, հաղորդումը եզրափակելու ժամանակն է, այսուր ժամին մենք այստեղ ենք ստուդիայում, մենք դեռ պետք է հասնենք տուն։ Արդեն մոտավորապես աղջամուղջ է, ժամացույցը ցույց տալիս։ Զգուշ կքշես այս աղջամուղջին։ Քանի որ հաջորդ ժամը մթեցյալն է լինելու։ Լավ, սիրելի Ես հեռուստադիտող։ կուզենայի ասել բարի գիշեր, ինչ չեն թողում ուղղակի դա ասել, հենց հիմա, բայց ես կասեմ ձեզ բարի գիշեր, հանգստացեք, մենք ձեզ չչարչարենք, շատ շնորհակալություն, որ մեր հետ անցկացրիք այս երեկոն։ Ձեր հեռուստադիտող հիշեցնեմ, որ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը, հետո նաև կիրակի օրը, դարձյալ է արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում։ Դե ինչ, իսկ դուք շարունակեք հետևել մեր ծրագրի նաև ինտերնետում, շարունակեք ակտիվանալ կամ մնալ ակտիվ Facebook-ի Նորք Հոլիվուդ մեր էջում եւ շարունակեք դիտել մեր մյուս թողարկումները։ Դիտեք Նորք Հոլիվուդը, որովհետեւ այն մենք անում ենք ձեր համար, սիրելի հեռուստադիտող։ Բարի գիշեր, կհանդիպենք։ Բարի գիշեր։ Հաղորդման հովանավորներ՝ Armos Shoes, Serengeti Tea Company, Arman Cognac, A2Z Dental, Lulu Beauty Lounge, Maya էլեկտրոնային սիգարետներ, Nancy's Jewelry, Nairi Restaurant Meat and Deli, AKA Eurosport